11 կետից բաղկացած պահանջագրով են մի խումբ արցախցիներ այսօր նորից հասել Հայաստանի արտգործնախարարություն։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է անում արցախահայերի վերադարձի, Բաքվում ապօրինի դատվող հայերի իրավունքների պաշտպանության, Արցախի մշակութային ժառանգության, մասնավոր սեփականության պաշտպանության պահանջներով։ Հավաքվածները ձևակերպում են Հայաստանի արտգործնախարարությունից կոնկրետ դիվանագիտական քայլեր են ակնկալում իրենց հարցերի լուծման համար։ Միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման ուղղված միջազգային գործընթաց եւ ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձ իր հայրենիք։ Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցների եւ Բաքվում դեսպանություն ունեցող պետությունների հայերի շիպ ու դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, թե Հայաստանը հայ գերիների վերադարձի հարցը պետք է դարձնի խաղաղության պայմանագրի ստորագրման անսակարկելի ու հիմնական նախապայման, ինչպես նաև միջազգային ատյաններում թարմացնի հայ գերիներին առնչվող հայցերը, դրանցում ներառելով խոշտանգման ու բռնության նոր դեպքերը։ Մենք զբաղվում ենք, դա չի երևում, դա չի կարող նախապայման լինել, դա զուտ արդարացումներ են։ Ոչ թե չի կարող, այլ ամոթ է, որ այդ պայմանը, մեր գերիների վերադարձի պայմանը նախապայման չլինի որևէ բանակցության համար։ Նախկին պետնախարարն ասում է, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը պետք է ստանձնի Հայաստանի իշխանությունը։ Բեգլարյանը համոզված է, լռությունը ստեղծում է տպավորություն, թե Արցախի հետ կատարվածը արդեն փակված հարց է։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք անընդհատ մեր խնդիրներն ու մեր պահանջները կարողանանք ներկայացնել եւ այնքան կոնկրետ լինենք, գործնական լինենք, որ շատ ընդհանրական ձևակերպումներ չլինեն եւ դրան զուգահեռ նաեւ լինի հանրային ճնշում։ Արցախյան հարցի, արցախահայերի վերադարձի հիմնախնդիրները արտաքին դիվանագիտական օրակարգից անելը խիստ անընդունելի են համարում հավաքվածները։ Պահանջում այդ դիրքորոշման վերանայում, նաեւ շոշափելի դիվանագիտական քայլեր հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։